ուզում եմ նաև օրինակ նշել, որ անցած տարի ենք Ռուսաստանի դեպքում եղել 36%, բայց եթե անցած տարի 183,700 է եղել թիվը, այս տարի արդեն 245,178, այսինքն նույն 36%-ն ենք մենք պահպանել, բայց ընդհանուր հոսքերը ավելացել են, որովհետև կներեք, այդ առիթով ասեմ, որ իմ մասնավորապես Instagram-ի եւ TikTok-ի հետևորդ ռուսաստանցիները մեկնաբանություններում բազմաթիվ մարդիկ խոստացել են, որ անպայման այս տարի այցելելու են Հայաստան, փաստորեն իրականացնում են այդ իրանց խոստումը նաև իրանք։ Ինչի համար շնորհակալ եմ իհարկե։ Անպայման շնորհակալություն պարոն վարչապետ, եւ նշեմ, որ ավելացել են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության դաշնությունից եկող, այլ նաև Հնդկաստան, Իտալիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Գերմանիա, Ուկրաինա, Իրան, Վրաստան, այսինքն մենք աշխարհագրությունը բավականին լայն է, ավելացել է եւ եթե օրինակ տարիներ առաջ, ասենք 2019 թվականին Իտալիայից եկող զբոսաշրջիկների թիվը մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ 0.4%-ներ, հիմա արդեն ավելի քան 1%, դեռ մեծ չէ, բայց 3 անգամ եւ բացարձակ թվերով շատ ավելի բարձր, օրինակ 2000-ը ասենք 8000 է դարձել մի դեպքում, չգիտեմ, մեկ այլ երկրի դեպքում 3000-ը 9000 կամ 10000 եւ սրա հաշվին աշխարհագրությունը որոշակի փոխվել է, միայն 2023 թվականն է, որ համեմատաբար Ռուսաստանի Դաշնության հետ եթե համատում ենք, բացարձակ թվով պակասել են 23 թվականին, հիշում ենք, այնտեղ շատ մեծ հոսք եղավ մի կարճ շրջան, հետո մի մասը, մի ահագին մասը մինչև հիմա էլ մնացել են, այսինքն շատ լավ։ Ես ուրախությամբ եմ արձանագրում նաև, որ Վրաստանից զբոսաշրջիկների հոսքերի աճ կա, ինչը շատ ուրախալի է, եւ իհարկե նաև հույս ունենք եւ համոզված եմ, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը մենք տարվա արդյունքներով 2023 թվականի արդյունքներին հաստատ կգերազանցենք, որովհետև ըստ էության այս թվերը նշանակում են, որ այս պահին մենք զբոսաշրջային բում ունենք եւ երկրորդը, որ այդ բումը շարունակվելու է եւ աճելու է, որովհետեւ դրա համար կան բոլոր նախադրյալները եւ սա շատ լավ լուր է եւ հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի մեր ներկայացուցիչները, մեր հարգելի գործարարները, այդ թվում մարզերի շատ ուշադիր կլինեն այս վիճակագրության նկատմամբ, որովհետև ի վերջո այս ամենը դրամական հոսքեր են եւ մեր հարգելի եւ սիրելի գործարարները իրենք պիտի ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից իրենք իրենց ճիշտ եւ արդար մասնաբաժինը ստանան, իսկ դա իհարկե կապված է բիզնեսի որակի հետ, մարքեթինգի հետ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այո, եւ Վրաստանի դեպքում նորից թվերը նշեմ, պարոն վարչապետ, դուք նշեցիք, համեմատության համար շուրջ 69019-ին, անցած տարի շուրջ 76000, այս տարի արդեն ավելի քան 93000։ Այսինքն այս տարվա 4 ամիսներ։ Հա, 4 ամիսներ։ Իսկ թվաց թե տարեկան։ Հունվար ապրիլներն եմ համեմատում։ Շատ լավ, ամեն դեպքում շատ էական է աճը, ինչը շատ ուրախալի է։